Անկետը որոշումը Տեր Աստված։ Եվ ուրիշ որևէ մեկը գոյություն չունի։ Իսկ եթե մեկ ասում է ես եմ Տեր Աստված։ Չի եղել սատանան միշտ պարտվել է ասում եւ հուսով եմ, որ եթե ինքը հիմա նորից մարտի է դուրս եկել մեր Աստծո դեմ, ապա նույն պատժին կարժանանա, ոնց որ Աստծո դեմ երբևէ մարտի դուրս եկած բոլոր չար ուժերը։ Պարոն Ղազարյան, ինչպես կմեկնաբանեք նաև 10 հոգևորականների եկեղեցու դեմ լինելուն։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պնդում ուներ, որ այդ հոգևորականները անցել են այդ կարգավիճակին որոշակի կոմպրոմատների ազդեցության տակ։ Արթուր Վանեցյանը պատահական մարդ չի, նա հենց այն պաշտոնյանն է, որը ժամանակին ունեցել է այն տեղեկությունները, որը հավանաբար հիմա փոխանցել են Հայաստանի վարչապետին եւ հավանաբար նրանք զոհեր են իրենց որոշակի հանգամանքներից ելնելով, իրենց կարգավիճակից, իրենց նախկինում գործած ինչ-որ արարքների պատճառով հիմա գերեվարված են։ Եվ ես կարծում եմ, որ այս մեր գործողությունները պետք է օգնի ազատագրել այդ 10 հոգևորականներին իրենց գերությունից եւ վերադարձնել իրենց արժանապատիվ ծառայության եւ վեհապար հայրապետն էլ մայրաթորներ կոչ էր արել նրանց վերադառնալ կանոնական կարգի եւ վերադառնալ իրենց ծառայությանը։ Ես հուսով եմ, որ նրանք իրենց մեջ ուժ կգտնեն հաղթահարել իրենց այդ բարդույթները, եթե ունեն նման խնդիրներ, իրենց կարգավիճակի գործունեության հետ կապված։ Իդեպ այդ մասին նրանցից որոշների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն էր ինքը ժամանակին բարձրաձայնումներ անում այդ Bentley Samubան, այդ ես չեմ ասել, Նավասար Սրբազանի, ոնց որ Նիկոլ Փաշինյանն է ասել, քրեական գործեր իր պաշտոնավարման շրջանում են հարուցվել եւ այլն։ Հուսով եմ, որ նրանք էլ ինչ-որ մի պահ իրենց մեջ ուժ կգտնեն, ծնկի կգան եկեղեցու առջև, Մայր տաճարի Սուրբ Խորանի առջև եւ կվերադառնան իրենց ծառայությանը։ Ինչու եկեղեցին հենց 7 տարի անց թիրախ դարձավ այս իշխանության համար։ Այս եկեղեցին միշտ է թիրախավորված եղել, եթե հիշում եք 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, այդ հեղափոխությունը իր ցավալի արդյունք ունեցել է մայիսի 8-ին, հունիսից արդեն սկսվեց նոր Հայաստան, նոր հայրապետ հակաեկեղեցական շարժումը եւ դրանից հետո 19-20 թիվ այդ COVID-ի ժամանակաշրջան, պատերազմից հետո երբ որ մայրաթորը հանդես եկավ վարչապետին հեռացնելու շատ խելամիտ տրամաբանական առաջարկով, ինչը որ անում էին նաև զինված ուժերի գեներալները, ինչը որ անում էին նաև մտավորականները, գիտությունների ազգային ակադեմիա, այսինքն համազգային պահանջ կար, այդ ժամանակվանից կտրուկ է փոխվել։ Իսկ կոնկրետ այս տարվա մայիսից 20 իրադարձությունները դրանք պայմանավորված են իմ խորին համոզմամբ ադրբեջանական պահանջներով։ Ուղղակի ժամանակագրություն կա, մայիսի 22-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալաշուքյոր Փաշազադեն հայտարարեց, որ իրանք Էջմիածնում եւ Երևանում Ղազիաթ են հիմնել։ Դրան պետական արձագանք չի եղել, արձագանք եղել է միայն մայրաթորից մայիսի 23-ին, որից հետո վեհապարի ելույթը Շվեյցարիայում, որը տարածվեց մայիսի 28-ին, մայիսի 29-ից Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում այդ հայտարարակ հայտարարությունները Չուլան, աղ եւ այլն այդ պահից սկսել է այդ գործը, հետո սրբազանների ձերբակալությունները եկեղեցու ամենամեծ բարերարի ձերբակալություն, այսինքն եւ կազմակերպական եւ ֆինանսական եւ բոլոր առումներով թիրախավորվել է եկեղեցին։ Ես կարծում եմ, որ սա ադրբեջանա-թուրքական պահանջ է, որը կատարում է Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մյուս այլ պահանջներ։ Պարոն Ղազարյան, այսօր առավել եւս նկատելի է սև ու սպիտակների դարձած մեր հասարակությունը, ինչպես հասարակությանը դարձնել ոչ թե ամբողից դարձնել ժողովուրդ այսօր։ Իրոք ամբողջ է այսօր ժողովուրդը կարծես թե։ Դա հենց եկեղեցու առաքելությունն է, որպեսզի մարդկանց բերի ճշմարիտ քրիստոնեական հավատքի եւ հիմա ես կասեի ոչ թե մարդիկ սև եւ սպիտակներ են, այլ մարդիկ կան, ովքեր որ հավատում են Աստծուն, հավատում են եկեղեցուն, սիրում են իրենց երկիր, իրենց պետությունը եւ կան ճշտամիներ, որոնք դուրս են եկել մեր պետության, մեր արժեքների, մեր ինստիտուտների, մեր սրբությունների դեմ պայքարի։ Ես կարծում եմ, որ այդ պայքարում Աստծո օրհնությամբ կհաջողեն նրանք, ովքեր պաշտպանում են մեր եկեղեցին եւ մեր պետությունը։ Շնորհակալ եմ։